Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, նախորդ թեմաները։ Գիշերվանից բացի Մովսես գյուղում այսօր նաև առավոտյան են կրակոցներ լսվել։ Երեկոյան էլ կրակոցներ եղել, առավոտյան ժամը 8:30-9-ի սահմաններում է։ Էլեկտրահարումից զինվոր է մահացել, ռազմական գերատեսչությունը որևէ մանրամասն չի հաղորդում։ Ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները միմյանց են մեղադրում կոռուպցիայի մեջ։ Դուք եք գեներացնում Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ դոլարի կարողություն ունի։ Ուր է 4 միլիարդը։ Ուր է։ Այդ 4 միլիարդ դոլարի լուրը տարածվել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Պուտինն առայժմ չի արձագանքում Զելենսկու առաջարկին դեմարդեմ բանակցել Ստամբուլում։ Պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմը պահանջում է աշխատանքից չազատել իրենց տնօրենին։ Քամին փոշու ամպեր է բարձրացնում Երևանում, ըստ մասնագետների խախտված են բոլոր չափանիշները։ Նախ արդեն սովորական դարձած սահմանային կրակոցների մասին Տավուշի Մովսես գյուղում գիշերվանից բացի առաջին անգամ դրանք նաև առավոտյան են լսվել։ Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերից են հայտնում ադրբեջանական կրակահերթերի մասին, Խնածախում պարբերաբար նաև բնակելի տներ են վնասվում։ Երեկոյան էլ կրակոցներ եղել, առավոտյան ժամը 8:30-9-ի սահմաններում է, առավոտյան։ Ինտենսիվ կրակոցներ էին։ Հա, առավոտյան շատ էին կրակում։ Վերջին 2 օրերին են ինտենսիվացել կրակոցները, թե նախորդ օրերին էլ, նախորդ շաբաթներին էլ էին կրակում։ Չէ, հիմա այդ վերջի ժամանակաշրջանում, որ կրակում էին, մի ամսվա ընթացքում էլ երեկոյան էին կրակում 12-ից հետո գիշերները։ Բայց այսօր առաջ անգամ, որ առավոտյան ժամը 8-ին 8:30-ի սահմաններում տես կրակում էին, չգիտեմ, բայց գյուղի ուղղությամբ է թե դիրքերի։ Բայց այսօր առավոտյան մոտավորապես մի 15-20 րոպե ինտենսիվ տես կրակել են։ Չգիտեմ, բայց գյուղի ուղղությամբ է թե դիրքերի, չգիտեմ։ Լինեն ձևեր շարունակվում, այլ 10-ից 12-ից 2-ից 4-ից տարնակում կրակում են, ամեն օր նույն բանն։ Տարբեր ասենք մի 2-3 տեղից տենց կրակում են էլ իրանց պոստերից։ Գյուղի վրա են կրակում, այսքան որ կրակացին էին, ոնց կա գյուղում մեկի կրիշին ա կպնել, մեկի պանելներն ես, վերջում է կպելա պանելներն ա ջարդի։ Պաշտոնական Երևանը այսօրվա կրակոցների մասին չի հաղորդել, բացատրում են, որ հաղորդագրություն տարածում են միայն նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում։ 2 ամսվա ընթացքում 5 անգամ են հայտնել կրակոցների մասին, երբ դրանք քաղաքացիական ենթակառուցվածքներ են խոցել։ Ադրբեջանական կողմը սկսեց կրակել խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առավոտյան դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը, ընթանում է քննություն, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այս տարվա 5 ամիսներին արդեն 4-րդ դեպքն է, որ զինծառայող է մահանում ոչ մարտական պայմաններում, ըստ իրավապաշտպանների անցած տարի 32 զինծառայող է մահացել ոչ հակառակորդի կրակոցից։ Խորհրդարանն այսօր լսում էր հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի զեկույցը, բայց քննարկումը վերածվել է ընդդիմության ու իշխանության միջև կոռուպցիոն մեղադրանքների։ Պատիվ ունեմ մի պատգամավոր Թագուհի Թովմասյանը չի սահմանափակվել ելույթով եւ ձեռքի տակ եղած տվյալները նաեւ պաշտոնապաս է իրավապահներին փոխանցել։ Դուք եք գեներացնում Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ դոլարի կարողություն ունի։ Հիմա հանրությանը պատասխան եք, ուր է 4 միլիարդը։ Ուր է։ Օդում է։ Թե չկա։ Այդ 4 միլիարդ դոլարի լուրը տարածվել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Օդում կախված լուրերին Թեսա Միշիկի բանով հովանավորչությամբ եւ հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ եւ ներկաներ։
Խորհրդարանում այսօր գրեթե ողջ օրվա ընթացքում իշխանությունը ընդդիմությանն էր մեղադրում կոռուպցիայի մեջ։ Ընդդիմությունն էլ հակադարձում էր։ Բացի կոռուպցիայի մասին մեղադրանքներից անցած 7 տարիների ընթացքում Փաշինյանի իշխանությունն այդպես էլ ոչ մի հաջողություն չարձանագրեց։ Փոխադարձ մեղադրանքների հերթական առիթը հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի 2024 թվականի զեկույցն էր։ Թուրքերը մինչև հիմա ջերմուկում են, շուրնուխում են իդեպ։ Արցախը բռնազավթված եւ հաթափված է։ Մի հաջողություն ասեք, որի մասին կարող եք բարձրաձայնել։ Չկա այդ ամեն ինչը։ Չկա։ Եվ դրա համար սկսում է այս ամեն ինչը։ Բոլորը թալանչի են, բոլորը հանցագործ են, բոլորը էս են, բոլորը են են։ Դուք 7 տարի լինելով իշխանություն, ձեր էությամբ մնացել եք դեստրուկտիվ, ապակառուցողական, հայհոյող ընդդիմություն։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ իշխանականների կոռուպցիոն ռիսկ պարունակող գործարքների մասին մի շարք հարցեր ուղղեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին։ Օրինակ, ինչպես է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հայրը 2023-ին 40 հեկտար հող ձեռք բերել Արմավիրի մարզում։ Ինչպես է 71-ամյա թոշակառուն Ամերիա բանկից ստացել 1.5 միլիարդ դրամի վարկ, ապա ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում ստացել պետությունից, որ վարկը արտոնյալ պայմաններով մարի ու դեղցի այգիներ հիմնի։ Պարոն Նահապետյան, քանի թոշակառու եք ճանաչում, որը կարող է բանկից 1.5 միլիարդ դրամի վարկ ստանալ եւ պետությունն էլ իրեն սուբսիդավորի, որ այդ վարկը արտոնյալ պայմաններով մարի։ Ես կարծում եմ, որ դուք էլ չեք ճանաչում, այնպես ինչպես ես էլ չեմ ճանաչում, որովհետև թոշակառուներին անգամ հեռախոսի ապառիկ չեն տալիս բանկերը։ Ընդդիմադիր պատգամավորը իր ելույթում խոսեց նաև ազգային ժողովում կառուցված սրճարանի կոռուպցիոն ռիսկերի մասին, հարցներով թե ով է որոշել, որ դրա համար պետք է ծախսվի ավելի քան $100,000։ Եվ ուզում եմ համեմատության համար ասել, օրինակ այդ $100,000 սրճարանը կարող էր օգնել Վարդենիսի ավագ դպրոցի փլատակներից գոնե մի դասասենյակը նորոգելու համար։ Ճաշակի հարց է, ինչպես ասում են։ Թովմասյանն անդրադարձավ նաև ազգային ժողովի գնումներին, պնդելով իր ձեռքի տակ եղած 2 տասնյակից ավելի փաստաթղթերը վկայում են, որ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը, ով ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մտերիմն է, առանց հրապարակային հաշվետվության պետբյուջեի գումարները շռայլորեն ծախսում է, չներկայացնելով թե ինչ կարիքների համար։ Եվ այսպես 2024 թվականի հունվար, մայիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին ազգային ժողովը գնել է 908 շիշ կոնյակ, տարբեր տեսակի։ Դրա համար Հայաստանի հպարտ հարկատուները վճարել են 16 միլիոն եւ 635 հազար դրամ։ Ինչ անհրաժեշտությամբ են գվել կոնյակները, ում են նվիրել, ով է որոշել, ինչքան պետք է գնի, այս մասով որևէ թափանցիկություն չկա։ Էլ չեմ ասում են օրորոցային չխչխկան խաղալիքների մասին, որոնք առել էր ազգային ժողովը պետության միջոցներով։ Թագուհի Թովմասյանը խորհրդարանում այս ամենի մասին բարձրաձայնելուց հետո ավելի ուշ Ազատությանը փոխանցեց, որ հանցանքի մասին հաղորդումն արդեն ներկայացրել է եւ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն քննիչն անհապաղ ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում պետք է կազմի քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն։ Թագուհի Թովմասյանի այս ելույթը անարձագանք չմնաց, նրան հակադարձեց իշխող ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հարցնելով թե ինչպես է ընդդիմադիր պատգամավորը հասցրել 3 տուն ձեռք բերել։ Իդեպ Թովմասյանն այսօր նաև խոսել էր ԿՊ-ական Կոնջորյանի կնոջ կարիերայի կտրուկ աճի եւ Հայ փոստի տնօրեն դառնալու մասին։ Ձեր ապրած կյանքը նայեք, ձեր անցած ճանապարհը նայեք, ձեր շուրջ բոլորը նայեք, ցեխի մեջից մի հատ դուրս եկեք, ձեզ մաքրեք, մի հատ լվացվեք, նոր եկեք մարդկանց կոռուպցիայի մեջ մեղադրեք։ Կոնջորյանին նաև նյարդայնացրել էր ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից հիմնադրված Ժողովուրդ օրաթերթի հրապարակումը, որտեղ նա ազգային ժողովի հայտնի սրճարանում թզբեհ համրիչ է խաղացնում։ Համրիչը ինձ մեկ-մեկ օգնում է, որպեսզի ես կենտրոնանամ, հա։ Քաշում եմ համրիչը, որ հետո գամ եւ քաշեմ քո շեֆերի սանձերը։ Իշխանականների եւ ընդդիմադիրների միմյանց ուղղված մեղադրանքներից հետո ընդամենը 2 ամիս առաջ նշանակված հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը շտապեց վստահեցնել, իր համար նախկիններ ու ներկաներ չկան, բայց եւ շեշտեց, ընդդիմադիրների պնդումները բավարար չեն ասելու, որ կա կոռուպցիոն հանցանք։ Աշխատանքային առաջխաղացումը, գնումների թափանցիկությունը, 71-ամյա քաղաքացուն վարկ տրամադրելը, սրանք ինքնին բավարար չեն, որ մենք քերաիրավական իմաստով ասենք, որ ունենք կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ դեպք։ Արթուր Նահապետյանը ընդդիմադիր պատգամավորներին հորդորեց կոռուպցիոն հանցագործությունների մասին տվյալներ ունենալու դեպքում գրավոր հաղորդում ներկայացնել։ Ես ձեր աչքերի մեջ նայելով
ասում եմ, որ այդ դեպքերից յուրաքանչյուրով կիրականացվի համակողմանի եւ օբյեկտիվ նախաքննություն։ Սրանից ավելին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ասաց խոստանալ չի կարող։ Շնորհակալություն եմ հայտնում։ Արդեն 2 ամիս հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարող Արթուր Նահապետյանն այսօր խորհրդանի ամբիոնից անդրադարձել է նաև մարտի 1-ի գործին։ Հեղափոխությունից շատ չանցած Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ արյունալի իրադարձություններն ըստ էության բացահայտված են։ Այս տարի սակայն մարտի 1-ի տարելիցին վարչապետն ասել էր, որ գործերը պետք է բացահայտվեն այնքան, ինչքան դա օբյեկտիվորեն հնարավոր է։ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը անընդհատ հայտարարում էր, որ իր առաջնահերթությունն է մարտի 1-ի բացահայտումը որպես քաղաքական լիդեր։ Բայց այդ առաջնահերթությունից կամ առաջնահերթության հանրահռչակումից անցել է մոտ 8 տարի։ Ոչինչ հայտնի չէ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, իմ կարծիքով ամբողջությամբ բացահայտված է։ Մեզ պետք չի որևէ մեկի կարծիքով բացահայտումը։ Մեզ պետք է իրական բացահայտում մարտի 1-ի։ Ի վերջո, որպես նաև ես Նիկոլ Փաշինյանին հավատացող եւ հավատացած մարդ, նաև դրա համար եմ հրապարակ գնացել, որպես իրավատեր քաղաքացի, որ մարտի 1-ի գործը պիտի բացահայտվեր Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության օրոք։ Բայց այդ բացահայտումը չկա, մենք փոխարենը տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը գնում է խրոխտ արձանի բացման մարտի 1-ի առիթով, այսինքն մենք իշխանության ենք բերել Նիկոլ Փաշինյանի, որ մարտի 1-ի առիթով արձան դներ, հուշարձան կառուցեր, մենք կոնկրետ ակնկալիքներ ունենք։ Ես հասկանում եմ, որ գուցե շատ մանրամասների դուք չեք տիրապետում այս թեմայ, բայց այնուամենայնիվ, որպես սկզբունքային հարց, ես ուզում եմ ազգային ժողովի ամբիոնից հստակ պատասխանեք, մարտի 1-ի բացահայտումից ինչ կա։ Մարտի 1-ի գործի մասով ասեմ, որ իմ ուշադրության կենտրոնում է այդ գործը եւ այս պահին քննչական կոմիտեի հետ հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել եւ այս պահին ակտիվ ապացուցողական եւ վարորդային գործողություններ են կատարվում այդ գործով։ Ես կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի եւ անաչառ քննություն, սակայն խոստում եւ հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ։ Այդ մասին, եթե ունենանք համապատասխան արդյունքներ, հանրությունը եւ դուք կտեղեկացվեք միանշանակ։ Մինչ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր ունի, երկրորդ նախագահի դեմ քրեական նոր գործեր են հարուցվում, դրանցից մեկով նա արդարացվել է, բայց դատախազությունը բողոքարկել է վճիռը։ Իսկ այս մի գործը, ինչպես ասում են, երկուսը մեկում է, նաև Ռոբերտ Քոչարյանի անունը կա։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող Toyota Երևան ընկերության այս տարածքը հայտնվել է քրեական գործի առանցքում։ Մեղադրյալն էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Դատախազությունը նրան մեղադրում է 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը երրորդ նախագահը կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին։ Ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանն այս ամենն արել է Իսակովի Պողոտայի եւ Եռաբլուր Պանթեոնի հարակից հողամասերը Toyota Երևանին փոխանցելու համար։ Այս ընկերության 30%-ը պատկանում է երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանին։ Բացարձակ իրականության հետ կապ չունեցող մեղադրանքը ամբողջությամբ քաղաքացի իրավական գործարքներ են, որոնք դատախազության կարծիքով իրենց տված գնահատականներով բերել տենց քրեականացրել են քաղաքացի իրավական գործարքները։ Դատախազն օրերս հաստատել է երրորդ նախագահին վերագրվող նոր մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան։ Հակակոռուպցիոն դատարանը քննությունը կսկսի մյուս շաբաթ մայիսի 21-ին։ Ըստ մեղադրանքի պետությանը պատկանող հողատարածքը շուկայականից էժան գնով վաճառվելով հասել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Toyota Երևանի դեպ միայն այս գործով չէ, որ հիշատակվում է։ Գլխավոր դատախազությունն այն ապօրինի է որակելու դատարանից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Քոչարյաններից։ Բանը Եռաբլուր լացողներ, Եռաբլուրի կեսը սեփականաշնորել էիք։ Այդ դուք չեք Եռաբլուրի վրա Lexus ու Toyota-ներ սարքողներ։ Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունից մոտ 1 տարի անց այս հունվարին դատախազը 23 դրվագներով քրեական հետապնդում հարուցեց առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Թե կոնկրետ ինչ գումարների մասին է խոսքը, իրավապահները չեն մանրամասնում։ Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, ստորագրություն է տվել չբացակայելու մասին։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանն ասում է, հողամասերը վաճառել են կառավարության որոշման հիման վրա, շուկայական գնով, ոչ թե էժան, ինչպես իրավապահներն են պնդում։ Պարոն
նախագահը եղել է պաշտպանության նախարար, ինչպես հիմա, այնպես էլ առաջ պետության սեփականություն հանդիսացող գույքեր օտարվել են։ Դատախազությունը ըստ իր ճաշակի օտարման գործարքները որակել է որպես քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով։ Իսկ հադրա հողատարածքների վաճառքի գործով Սերժ Սարգսյանի հետ մեղադրյալի աթոռին են եւս 2 հոգի, այն ժամանակ բարձրաստիճան զինվորականներ, որոնք ըստ քննիչների աջակցել են Սարգսյանին։ Նրանք եւս մեղադրանքը չեն ընդունում։ Այս փուլում զուտ մարտավարությունից ելնելով չեմ ուզում շատ բան բացահայտեմ, բայց քրեական վարույթի նյութերում չկա գետ 1 անկնարկ, գետ 1 փաստ կամ ապացույց, ինչ ուզում անվանեն, իրենց նկարագրածը պաշտպանյալից հետ կապելու որևէ փաստական տվյալ չկա։ 2005 թվականին Զորամասի հրամանատար Ալեքսան Ալեքսանյանի փաստաբան Գոր Գևորգյանը չի բացառում այս գործում քաղաքական ենթատեքստը, հաշվի առնելով 2 նախագահների առնչությունը Եռաբլուրի հողերի վաճառքին։ Չեմ կարող բացառել, բայց նաև չեմ էլ կարող հաստատել։ Ուղղակի հաշվի առնելով են հանգամանքը, որ այդքան տարի հետո ու առանց որևէ լուրջ ապացույցի հասավ են աստիճան, որ քրեական վարույթի նյութերը գնաց դատարան, ինձ այլ ելք չեմ թողնում, քան մտածեմ, որ իրականում կարող եւ քաղաքական ենթատեքստ կա։ Երրորդ մեղադրյալը 2003-ից 2009 թվականներին Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Վալերի Գրիգորյանն է։ Այս գործով վաղեմության ժամկետները կլրանան մի քանի ամսից, սա նշանակում է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում էլ մեղադրյալները չեն ազատազրկվի։ Այդպես չի, որ այս որոշումով ես կամ շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ես դի ողբերգություն ապրեի, նաև հաշվի առնելու այն հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր եւ ընդամենը առաջին հերթին ինձ համար սա բարոյական նշանակություն ունի։ Սա 1 տարի առաջ էր, մեկ այլ վառելանյութի գործով առաջին ատյանի դատարանի կողմից Սերժ Սարգսյանի արդարացումից հետո, ու չնայած վաղեմության ժամկետն անցել է, դատախազության բողոքարկման արդյունքում գործը նորից է քննվելու։ Երրորդ գործը, որով մեղադրյալ է նախկին նախագահը, առնչվում է կաշառք ստանալուն։ Գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա դեռ 2019 թվականին հարուցված գործը նախաքննության փուլում է։ Գործարարը հայտարարել էր, թե կաշառք է փոխանցել ինչպես Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ Սերժ Սարգսյանին, որ չխանգարեն հանքարդյունաբերության իր բիզնեսին, թե ինչու է այս մի գործը քննվում արդեն 6 տարի, իրավապահները չեն մանրամասնում։ Խմիչք արտահանող հայ գործարարները դժգոհում են, որ վրացական կողմը Լարսի անցակետում մանրամասն ստուգումների է ենթարկում ապրանքը, որը Վրաստանում չի իրացվելու։ Ժամանակատար այս գործընթացը խախտում է բիզնես շղթան, մինչ հայկական կոնյակն ու գինին կհասնեն Մոսկվա, ադրբեջանական ոգելիցն է ռուսական խանութում հայտնվում։ Ինչու են Հայաստանից Ռուսաստան արտահանվող ալկոհոլային խմիչքները Վրաստանով անցնելիս ստուգումների ենթարկվում, եթե վրացական շուկայում դրանք չեն վաճառվելու։ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև հավաքված կոնյակ արտադրող ու բեռնափոխադրող ընկերությունների աշխատակիցներն էին հարցնում։ Դեսպանի հետ հանդիպում էին պահանջում։ Պրոշյանի կոնյակի եւ գինու գործարանի ներկայացուցիչ Վահրիչ Մինասյանն ասում է, եթե այսպես շարունակվի, գործարանը կփակվի։ Ապրանքը 1 ամսից ավելի է, ինչ անցակետում է, որոշ կասկածներ ունի։ Տարանցիկ երկիր որպես, ասենք այդ ապրանքը իրանց մոտ չի վաճառում, զուտ տարանցիկ երկիր, չգիտեմ ինչի, ինչ պատճառներով, ու մենք ունենք տեղեկություն, որ կան մեքենաներ, որոնք անցնում են։ Ես չգիտեմ ոնց, այդ վրացական կողմը պետք է ասի, կա կոնյակով բեռնված մեքենաներ, աշխատում ենք, տեղյակ ենք, գիտենք, այս բանը չեմ ասի, ինչ կամ չգիտեմ ում մեքենաներ, ինչ մեքենաներ, որոնք որ անցնում են։ Որ մեկը ինձ թվում է իմ կարծիքով ինչ որ կասկածելի գործարք կա, ես իմ կարծիքն եմ հայտնում, միգուցե, ինչ որ ես մանապոլիա եմ տեսնում այստեղ։ Խնդիրը եւ Հայաստանում է եւ Վրաստանում է։ Ազատությունը դեռ նախորդ շաբաթ էր զրուցել արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք դժգոհում էին, թե տասնյակ տարիներ է ինչ Հայաստանից Լարսով կոնյակ են արտահանում։ Եվ առաջին անգամ է, որ վրացական կողմը մեքենաները շաբաթներով կամ ամիսներով կանգնեցնում է, ստուգում եւ այլն։ Գենետիկական անալիզը ինչ ասենք ամիսներ պետքա տևի։ Թող 2-3 օրում, եթե ուզում են վերցնեն, թող վերցնեն, խնդիր չկա։
Նույն բանը ռուսական կողմն էլ անում։ Լավ, ռուսական կողմին հասկանալ է իրենց մոտ է վաճառվելու, թող անեն։ Վրացական կողմի նմուշարուն վերցնելու իմաստը չեմ կարող հասկանալ։ Կոնյակով բեռնված մեքենաներն ըստ դեսպանատան առջև հավաքված կոնյակագործների ու բեռնափոխադրողների Վրաստանի Գեզի մաքսային տերմինալում են ստուգվում, որտեղ հիմնականում խիստ վտանգավոր բեռներ տեղափոխող մեքենաներն են հայտնվում։ Կոնյակ ենք տանում, հոզենք չենք տեղափոխում, տարակուսում են նրանք։ Ամենավտանգավոր գրուզները, որ դապուստիմ այնց բան, որ դու իրանցը խափես, իրանք տանում են այնտեղ ու քեզ այդտեղից էլ կալանավորում է։ Ես այսքան ժամանակ այնց մի բան չեմ բարձել իմ ավտոյի մեջը, որ իրանք կասկածանք լինի։ Շահնազարյան գինու եւ կոնյակի տուն ընկերության սեփականատեր Հայկ Շահնազարյանն անհանգստացած է։ Մայիսյան տոները բաց թողեցին։ Ռուսական շուկա իրենց խմիչքը պետք է դեռ մինչև մայիս հասներ։ Իրենց ապրանքը վաճառող ընկերությունների հետ պայմանագրեր են կնքել։ Եթե կոնյակն այդ ժամկետներից ուշ է հասնում, ապա ապրանքի 100%-ի չափով տուգանք պետք է վճարեն։ 5 մեքենան, այսինքն 100,000 շիշ ապրանքը չի հասնում տեղ եւ իր արժեքի 100%-ի չափով ես կարող է վճարեմ տուգանքներ։ Օրեկան ամեն մեքենային $100 փող ենք տալի, բայց դա չի կորուստը։ Կորուստը այն է, որ այդ պատճառով մենք կարող է շուկա կորցնենք։ Այդ ժամանակ կարող է մենք բոլորս բանկրոտի շեմի կանգնենք էլի։ Շահնազարյանն ասում է, 2 շաբաթ առաջ էին էկոնոմիկայի նախարարություն դիմել, բայց խնդիրը դեռ չի լուծվում։ Իրենց մեքենաները դեռ վրացական կողմում ստուգվում են։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ նախորդ շաբաթ այս հարցը Հայաստան այցելած վրացի գործընկերների հետ էր քննարկել, այսօր չբացառեց, որ առաջիկայում ինքը Վրաստան կգնա։ Կարծում է, խնդրի հասցեատերը Հայաստանի կառավարությունը չէ։ Չեն իրենք Վրաստանի դեսպանատան դիմաց ցույց անում, որովհետև իրենք էլ են հասկանում, որ խնդիրը Հայաստանի կառավարության մեջ չէ։ Առաջիկայում հնարավոր է, չեմ բացառում, նաև եւս մեկ անգամ արդեն ես այցել եմ Վրաստան, տեղում եւս մեկ անգամ քննարկենք, որովհետև ի տարբերություն մյուս ապրանքների, որոնք մենք հաջողությամբ այդ հարցը լուծել ենք։ Ես արդեն նշեցի դրա մասին, տեքստիլի մասին, ալյումինի մասին, ծաղիկի մասին, այո, կոնյակի սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ եւ խնդիրը կա ու իրապես ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները այստեղ ճիշտ են։ Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցներից երկուսին ընդունեցին Վրաստանի դեսպանատանը։ Հանդիպումից հետո ասացին, դեսպանը լսել է իրենց, ընդգծել, թե խնդրի մասին նոր է տեղեկանում։ Չնայած անցած շաբաթ այս թեման ակտիվ քննարկվում էր ոչ միայն մամուլում, այլև խորհրդարանում։ Ձեզ ասացին իրենք այսօր են իմացել։ Այո, որովհետև մեզանից իրենք մանրամասն ինֆորմացիա էին ակնկալում, խոստացան պաշտոնական Թբիլիսին հանդես գա հայտարարությամբ, հարցին լուծում, բացատրություն, թե կոնկրետ ինչ հայտարարություն, ինչ որոշում, դա դեռ ոչ մեկ, նույնիսկ իրանք տեղյակ չեն, իրանք դիմել են պաշտոնական Թբիլիսին, հիմա իրանք ոնց որ եւ մենք ակնկալում են այնտեղից պատասխան։ Կոնյակ արտադրող 5 ընկերությունների ու բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչներն ասացին, եթե իրենց հարցը չլուծվի, բողոքի ակցիաները կշարունակեն։ Անհանգստացած են, մինչև իրենց բեռները շարունակում են մնալ վրացական մաքսակետում, ադրբեջանական խմիչքներն են Ռուսաստանում դարակաշարեր զբաղեցնում, որովհետև ասում են, նրանց ապրանքն անարգել է տեղ հասնում։ Չեմ լսել որևէ դեպք, որ ադրբեջանական մեքենաները կանգնեն ու մնան։ Վրացական կողմն էլ մինչև այսօր պաշտոնական պատասխան չունի, թե ինչու են հայ կոնյակագործներն իրենց մաքսային տարածքում այսպիսի խնդիրների առաջ կանգնում։ Երևանում է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կերտյան Կուպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ըստ Երևանի եվրոպացի պաշտոնյան դրական է գնահատել ազգային ժողովի ընդունած Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, ընդգծելով, որ դաշինքը ողջունում է կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը եւ պատրաստ է հետեւողական աջակցել այդ գործընթացին։ Լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, անընդհատ թարմացվում է մեր Տելեգրամի ալիքը, իսկ այս թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Պուտինն առայժմ չի արձագանքում Զելենսկու առաջարկին դեմարդեմ բանակցել Ստամբուլում։ Պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմը պահանջում է աշխատանքից չազատել իրենց տնօրենին։ Քամին փոշու ամպեր է բարձրացնում Երևանում, ըստ մասնագետների խախտված են բոլոր չափանիշները։
Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում մի քանի օր է ներկայացումների փոխարեն բողոքի ակցիաներ ու ասուլիսներ են, որոնց առանցքային դերակատարները ևս թատրոնի երկարամյա արտիստներն են, պահանջում են աշխատանքից չազատել իրենց տնօրենին, մտավախություն ունեն, որ համարյա 100 տարեկան թատրոնը փակվելու է։ Ինչ եք ուզում մեզանից, ինչ են ուզում, իրանց մարդ ունեն, արա թող տանեն ուրիշ տեղ խոթեն, ինչ եք քանդում ես թատրոնը։ Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը բորբոքված է Երևանի քաղաքապետարանի որոշմամբ այսօրվանից Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացվում է Էմին Թորոսյանը։ Այնինչ թատրոնի անձնակազմը կարծում է, որ նա ոչ թե լավ, այլ շատ լավ է աշխատում։ Ազնիվ, մաքուր, քաղաքավարի, կիրթ տնօրեն, այդպիսի մարդիկ դե մեզ երևի պետք չեն, մեզ պետք են, դուք էլ գիտեք, թե ինչ տեսակ մարդիկ։ Էմին Թորոսյանն այսօր ստացել է քաղաքապետի որոշումը իրերը հավաքել ու հեռացել թատրոնից, իսկ դերասանները հավաքվել էին դահլիճում ու պահանջում էին, որ որոշում կայացնողներից մեկը գա ու բացատրություն տա։ Մենք ուզում ենք սպառիչ պատասխաններ ստանալ, մենք ուզում ենք հասկանալ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես։ Պատանի հանդիսատեսի թատրոնում նոր չէ, մի քանի ամիս էլ արված են, նախ ասում են քաղաքապետարանը աշխատավարձի համար հատկացված գումարը չէր տալիս հունվարից, տնօրենը լուծում գտավ մինչև, հետո լայնածավալ աուդիտ արեցին։ 1.5 ամիս հետո մարդիկ ստեղ Պարոն Գասպարյան, ձեզ սպասում անցկացրել են աուդիտ, ոչ մի բան չեն գտել եւ հանգարց հանում են, լավ աշխատելու համար։ Հիմնավորում այնուամենայնիվ կա Երևանի քաղաքապետարանի մշակույթի ու туриզմի վարչության պետ Գորժ Սարգսյանը օրեր առաջ Էմին Թորոսյանին ծանուցում է ուղարկել։ Թատրոնի եռամսյակային հաշվետվությունից պարզ է դարձել, որ 1200 հրավիրատոմս են բաժանել, սա գնահատվում է որպես պատճառված վնաս։ Երևանի քաղաքապետին զեկուցագիր է ներկայացվել Թորոսյանի հետ պայմանագիրը միակողմանի խզելու, այսինքն գործից հանելու մասին։ Պաշտոնապես տնօրենի հեռացման պատճառ նշվում է հրավիրատոմսը։ Իսկ 45 տարի է թատրոնում եմ, այդպիսի բան առաջին անգամ եմ լսում, որ իհարկե դա տնօրենի գործառույթն է, բայց որ չտան զինվորին, չտան հաշմանդամին, չտան այս ոնց կարելի է այդպես ապրել, ոնց կարելի է միայն հոգին ծախել ընդամենը թղթադրամի համար, զարմացած եմ։ Դերասանները հիմնավորում են ընդունված կարգեդպրոցականներին թատրոն ուղեկցողը հրավիրատոմս է ստանում, հաշմանդամությամբ երեխաները, կենսաթոշակառուները, զինվորները նույնպես։ Պատանի հանդիսատեսի թատրոնում նրանց անվճար են ընդունել, վատ բան կա, հանցագործություն է, դերասանները սպասում էին, որ այս հարցերը տան քաղաքապետարանի ներկայացուցչին, բայց եկող չեղավ։ 2 ամիս խեջերը չարչարվեցին, տեսել ոչի բան չգտան։ Ցավոք սրտի, թե չկարող են շատ հեշտ անել։ Ոչ մի բան։ Միակ թերությունը, որ նա հրավիրատոմս էր տվել։ Ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը ենթադրում է քաղաքային իշխանությունն իր մարդուն է ուզում թատրոն բերել, որի վերջո սկսեն շենքի հիմնանորոգումը, որի մասին 3 տարի է խոսում ու ոչինչ չեն անում։ Սեպտեմբերին սկսենք, հունվարին սկսենք, չէ, հունիսին սկսենք, չէ, նոյեմբերին սկսենք։ Հասկանում եք ինչ է կատարում, դա հոգեբանական ճնշում է, էլեմենտար հոգեբանական ճնշում է, այսինքն դու պլանավորել ոչ մի բան չես կարող։ Կարծում է, երբ տնօրենը յուրային լինի, այդ նորոգումը կարող է ցանկալի հետևանք ունենալ թատրոնի հետ, ինչ ուզեն կանեն։ Դա արվել է միշտ այն դեպքում, երբ ուզեցել են ինչ-որ մեկին հանել, մյուսին նշանակել, հետո տալ հնարավորություն, որ թատրոնը միաժամանակ չլինի, դերասանները պարզա կարող են տարբեր տեղերում հայտնվել, եւ այդ դեպքում շատ հեշտ է այդ թատրոնը ինչ ասես անել։ Այդ թատրոնը ինչ ուզես կարող ես անել։ 58 տարի թատրոնում եմ, սովետում էլ այդպես էր, ռեմոնտով թե շահույթ են ստանում, թե այլ հարցեր լուծում, ասում է Գասպարյանը։ Դերասանները մտահոգություն ունեին, որ սա ընդհանրապես թատերախումբը ցրելու նախերգանքն է։ Նրանք նաև գործադուլի մասին են մտածում, սակայն ասացին, խաղացանկը խիտ է, երեխաներին դառնացնել չեն ուզում։ Րոպեներ առաջ հայտարարություն տարածեց Երևանի քաղաքապետարանը, շենքն այո նորոգվելու է ու արդիականացվելու, համայնքային բյուջեից 2 միլիարդ դրամ է հատկացվելու, հայտարարում են
քաղաքապետարանից։ Շինաշխատանքների փուլում թատրոնի անձնակազմը կգործուղվի մարզային հյուրախաղերի։ Քաղաքապետարանը նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։ Գոռ Մարգարյանն է։ Նա Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Մեկ օր է մնացել Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցություններին, սակայն դեռ հայտնի չէ, արդյոք Պուտինը պատրաստ է նույն սեղանի շուրջ նստել Զելենսկու հետ։ Փոխարենը Դոնալդ Թրամփը չի բացառել իր մասնակցությունը։ Մինչ այդ ռուսական զինուժը շարունակում է անօդաչուներով գրոհել ուկրաինական բնակավայրերը։ Ռոսійські обстріли і штурми продовжуються. Ռուսական հրետակոծություններն ու հարձակումները շարունակվում են։ Մոսկվան ամբողջ օրը լուռ է եղել ուղիղ հանդիպման առաջարկի մասին։ Շատ տարօրինակ լրություն։ Իրականում սա է այն ամենը, ինչ կարող ենք ասել։ Մենք դեռ չենք պատրաստվում որևէ մեկնաբանություն անել։ Հենց նախագահը նպատակահարմար համարի, մենք կհայտարարենք դրա մասին։ Կարծում եմ Թուրքիայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հանդիպումը կարող է լավ արդյունք ունենալ։ Կարծում եմ երկու առաջնորդներն էլ այնտեղ կլինեն։ Այնքան շատ հանդիպումներ ունեմ, սակայն մտածում եմ այնտեղ թռչելու մասին։ Չգիտեմ 5 շաբթի որտեղ կլինեմ։ Երևան վերադառնանք, որտեղ նախօրեի քամին նորից փոշու ամպ է բարձրացրել։ Հայաստանում օդի աղտոտվածության մակարդակը առողջապահության համաշխարհային կազմակերպության նորմայից 6 անգամ բարձր է։ Այս պատճառով մահացության ցուցանիշով Հայաստանը համաշխարհային միջինը գերազանցում է շուրջ 20%-ով։ Մայիսի 11-ի ուժգին քամին Երևանում փոշու ամպեր բարձրացրեց։ Հատկապես մայրաքաղաքի բազմաթիվ շինհրապարակների մոտակայքում էր վիճակը վատ։ Փակ պատուհանների հետևից երևանցիները տեսանկարահանում էին որևէ կերպ չփակված կառուցվող շենքերից ելնող եւ տեսադաշտը փակող փոշու քուլաները։ Սա եզակի դեպք չէ, Երևանում ամեն քամու հետ օդի աղտոտվածությունն ու փոշին իրենց խիստ զգացնել են տալիս։ Հետքն է հաշվել, որ նախորդ տարվա մեծ մասը ավելի քան 10 ամիս փոշու պարունակությունն օդում նորմայից բարձր է եղել։ Երևանի փողոցներում արված փոքրիկ հարցման մասնակիցները եւս ասում են փոշին շատ է։ Ահա որ ամեն օր փոշին բոլորից սկսած մաքրում եմ։ Շատ է փոշին։ Բայց ին վրա չի ազդում էլի։ Գնում եմ դաչա բան եմ անում այնտեղ հանգիստ օդը մաքուր։ Դե շինարարությունը միշտ էլ եղել է, բայց տիրություն են արել այդ շինարարության էլի, որ շատ փոշի չլինի ինչ որ տունը շատ արագ կեղտոտվում է, ոչ մի ձևով լուսամուտ բացել չես կարողանում, եւ բնականաբար այդ օդը շնչում է։ Օդ հայելի հենց հերիք ու բան շնչում ենք ոնց որ ասած։ Դե ես ինչ հիշում եմ, Երևանը փոշոտ է եղել։ Ես ինչ հիշում եմ։ Փոշին շատ է, շատ շուտ փոշոտվում է տունը։ Բնակարանները ավելի հաճախ է։ Երևի մի ժամ հետո ստուգես արդեն փոշի կա։ Այ մարդ այդ փոշուն կդիմանանք, թող երգիրը մնա։ Անեն կնես, որ մեր երգիրը մնա։ Ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանն ասում է, զանգվածային կառուցապատումը, չփակված շինհրապարակները, ծառահատումներն ու սխալ կանաչապատումն են ստեղծված իրավիճակի պատճառը, որը վտանգում է երևանցու առողջությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օդի աղտոտվածությունը որպես անտեսանելի կիլեր է, ուրեմն բնութագրում Երևան քաղաքում ինչ անտեսանելիության մասին է խոսքը գնում, եթե մենք օրվա ընթացքում մի քանի անգամ կարիք ունենք մեր բնակարաններում փոշու մակերեսը մաքրել, իսկ բաց տարածքներում անհամեմատ ավելի ծանր է իրավիճակը, այսինքն սա խնդիր է, որը անընդհատ սպառնում է երևանցուն, որովհետև մենք շնչում ենք բոլորս նույն օդը եւ ես բազմիցս ասում եմ նաեւ մեր իշխանավորներին, որ մենք այս Սուզանավում բոլորս միասին ենք, այսինքն դուք զոհասեղանին ձեր սեփական երեխաներին եք դրել, հիմա կանգնելու ժամանակ մենք շատ վտանգավոր տեղում ենք գտնվում։ Թեև օրենքը պարտավորեցնում է, որ շինհրապարակները պատված լինեն հատուկ ցանցերով, շինանյութի տեղափոխումն ու բուն շինարարությունն էլ այնպես կատարվի, որ հնարավորինս պակասեցնի օդի աղտոտումը, բայց Երևանում նոր կառուցվող շենքերից քչերի վրա կարելի է այնպիսի ցանցեր տեսնել, որոնք իրոք ծառայում են փոշին դուրս չթողնելու իրենց նպատակին։ Ուղղակի լաթի նման էսպես շպրտում են շենքի վրա, որտեղ կընկնի, այդտեղ կընկնի, այսինքն որևիցե հետևողական գործողությունների մեջ չկա, իմ մոտ տպավորությունն է, որ իշխանությանը սա հետաքրքիր չի։ Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանի խոսքով մայիսի 11-ի փոշին կարճատև քամու հետևանքով էր, որն օդ բարձրացրեց Երևանում շինհրապարակների եւ 15-ից ավելի բաց հանքերի փոշին։
Հանքերի վրա Ավետիսյանն ասում է քաղաքային իշխանությունները մեծ ազդեցություն չունեն, իսկ կառուցապատողների դեպքում նախատեսում են տուգանքները խստացնել։ Թեև օրենքը հիմա մանրամասն նկարագրում է ինչպես պիտի շինհրապարակը կահավորված լինի, սակայն քչերն են պահպանում կանոնները, գերադասելով տուգանքները վճարել։ 30,000-ից 50,000 էս պահին դառնում է 300,000-ից 500,000, այսինքն 10 անգամ ավելանում է։ Կարծում եք, որ դա էֆեկտիվ միջոց կլինի ստիպելու կառուցապատողներին պատշաճ Դա ցույց կտա, որ օրենքով այդ մանրամասն բավականին լավ մշակված կարգավորումները գործեն եւ դա իհարկե կբերի իր հետ դրական արդյունքի արտադրության նվազեցման։ Կարևոր քայլերից մեկը դա է, որտեղ մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ հենց այս մասում բաց գոյություններ Կօգնի թե ոչ տուգանքների բարձրացումը իրավիճակի լուծմանը բարդ է ասել, բայց Քրիստինա Վարդանյանն հազանգում է, հարցին պետք է լուրջ, արագ եւ համակարգված արձագանք, թե մայրաքաղաքի կանաչ տարածքները չկրճատելու առումով, թե շինարարությունը վերահսկելու, իսկ մինչ այդ քաղաքացիների համար փոքրիկ լուծում կարող է լինել դիմակը փոշու ժամանակ։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում կամ այցելեք մեր կայքը azatutun.am կհանդիպենք։